Հարգելիներս, եկեք այսօր միասին պատրաստենք չրային բիսկվիտ, որը կարելի է մատուցել թե թեյի հետ, թե սուրճի։ Հարգելիներս, ծիրանի չրով պատրաստելու եմ բիսկվիտ, չիրը այսպես մանր կտրատել եմ, ցանկացած հյութի մեջ կարող եք այսպես թռչեք իրան, ես ներկապահին դեղցի հյութ եմ օգտագործել և սկսենք պատրաստման ընթացքը։ 4 հատձվին ավելացրեցի 1 բաժակ շաքարավազ և ձեռքի հարիչի օգնությամբ լավ կծփեմ։ Կավելացնեմ նաև 1 սուրճի բաժակ արևածաղիկի ձիթայուղ և կրկին լավ կխառնեմ։ 1 թեյք թալ սոդայի հետ կավելացնեմ նաև հունական յոգուրտը։ Երկու բաժակ մաղով անցկացրած ալյուր ավելացրեցի և ստացա այսպես թույլ ծորացող խմոր։ Հարգելիներս, ավելացրեցի նախապես թռչած իմ կտրտած չիրը և ավելացրեցի նաև ընկույզ։ Այսպիսի ապակե տարայի մեջ եմ յուղաթուղթ տեղադրելու և ուղարկելու եմ ջեռոց թխվելու։ Հարգելիներս, նախապես տաքացրած ջեռոցի մեջ եմ եփելու ամենաբարձր աստիճանի տակ և 10 րոպե անց 150 աստիճան պիտի իջացնեմ, որ ինքը դանդաղ ամբողջովին տակով ներսով եփվի։ Հարգելիներս, այսօր փորձեցի ձեր հետ կիսվեմ բիսկվիտ պատրաստելու իմ տարբերակի հետ։ Շատ հեշտ և մատչելի տարբերակով է պատրաստվում, բոլոր բաղադրիչները գրեթե բոլորիս տանն էլ առկա են։ Նշեմ, որ կարող եք հատապտուղներ էլ ավելացնեք չրի փոխարեն, կարող եք ոչինչ էլ չավելացնեք և հավելեմ, որ հունական յոգուրտի փոխարեն դուք կարող եք ավելացնեք մածուն կամ թթվասեր, իսկ ձիթայուղի փոխարեն կարող եք 100 գրամ քերած կամ հալած կարագ ավելացնեք։ Հարգելիներս, այսօր ձեզ ներկայացրեցի հեշտ պատրաստվող չրային բիսկվիտի տարբերակը։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։